Պարոն Թովմասյան, Գյումրիից խոսենք, վաղը սպասվում է Անդրանիկ նիստը, Մարտուն Գրիգորյանը ասաց, որ անհրաժեշտ մանդատները կտա, բայց փաստացի ինքը ինքնաբացարքը հայտնեց, հրաժարվեց ավականում իր մանդատից։ Նախ ասեմ, որ դա շատ ապաքաղաքական կամ հակաքաղաքական հայտարարություն է, որովհետև եթե դու ընտրում ես քո ուժի որևէ մի ներկայացուցիչի միջոցով կլինի մի ավականու կամ երկու ավականու միջոցով մեկ ուրիշ ուժի առաջի համարին դու քաղաքական պատասխանատվություն ես ստանձնում ավտոմատ, այսինքն ինքը Մարտուն Գրիգորյանը ինչ ուզում է ասի, կոպիտ ասած, ինքը պատասխանատու է եթե Վարդան Ղուկասյանը ընտրվի, Վարդան Ղուկասյանի արած ցանկացած քայլի համար Գյումրիում, ի հակադրություն նրան, որ ինքը քարոզարշավի ժամանակ դա օգտագործում էր, այսինքն ընտրվելու համար օգտագործում էր հակառակ թեզեր, որ ինքը առաջադրվել է, որպեսզի թույլ չտա, ինչ որ տենց ամպագորգոր հայտարարություն, բայց պարզվեց, որ ընդհանրապես տենց հայտնի դասականի ասած կոճակ սեղմող է Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու համար։ Ուրիշ հարց, որ թե ոնց են իրանք պատրաստվում աշխատել այդ կիսված պատասխանատվությամբ, որտեվ միայն քաղաքապետ ընտրելով չի, հետագայում անհրաժեշտություն է առաջանալու ընտրել քաղաքապետի տեղակալեր, որ էլի ավականին է հաստատում, բյուջե հաստատել, ամեն ավականու նիստին քվեարկել ընդունվող որոշումներին կողմ կամ դեմ, եւ եթե Մարտուն Գրիգորյանը չի պատրաստվում մյուս հարցերում առաջնորդվել այնպես ինչպես կառաջնորդվի Վարդան Ղուկասյանին ընտրելու հարցում, այսինքն չի պատրաստվում ընտրել, չի պատրաստվում քվեարկել տեղակալներին եւ մյուսներին, ապա քաղաքային իշխանությունը մատնվելու է կոլապսի շատ արագ, այսինքն չի լինելու քաղաքային իշխանություն, լինելու անգործունակ քաղաքային իշխանություն, վարձերը չեն ընդունվելու, իսկ եթե նիստերին չգան ընդհանրապես նիստերն էլ չեն կայանալու եւ այլն եւ այդպես շարունակ եւ այս ամեն ինչի պատասխանատուն ուղիղ ինքն է լինելու եւ մյուս քաղաքական ուժերը եւ գյումրեցին կարծում եմ հիմա էլ արդեն հասկացել է, որ իրեն խաբել են, թեև մենք զգուշացնում էինք, որ արգելի մեր սիրելի գյումրեցիներ, այս ամեն ինչը արվում է մի բանի համար, որպեսզի Վարդան Ղուկասյանին հետ բերեն իշխանության եւ Մարտուն Գրիգորյանը այդ պլանի մի մասն էր, այսինքն մի պտուտակը կարելի ասել այդ մեխանիզմի եւ ոչ ավելին։ Տեսեք, պատասխանատվության մասին նշում եք, որ պատասխանատուն Մարտուն Գրիգորյանը ինքը օրինակ իր խմբագրված 5 անգամ խմբագրված գրառման մեջ ասում էր, որ ինքը պատասխանատու չի, այլ պատասխանատու են այն ուժերը, որ ի սկզբանե հայտարարեցին իրենց ձայնը տալու են Վարդան Ղուկասյանին։ Գիտեք, Մարտուն Գրիգորյանը ինչ ուզում է կարող է ասի, բայց դրանից օրինակ որ ասի մածունը սև է, մածունը սև չի դառնում, մածունը սպիտակ է։ Իսկ ժանրի կանոնները ասում են այնինչ ես քիչ առաջ ասացի։ Ընտրում ես քաղաքապետ, պատասխանատու ես նրա ցանկացած գործողության համար։ Հետագայում քվեարկում ես այլ նախագծերի օգտին, պատասխանատու ես այդ բոլոր քո քվեարկությունների համար եւ դա դասական քաղաքականությունն է, այսինքն դու չես կարող ասես, գիտեք, ես ընտրում եմ, բայց պատասխանատու չեմ։ Ոնց որ ասես, ոնց որ ցանկացած այլ գործողություն ասես, ես անցա կարմիր լույսի տակով, բայց ես պատասխանատու չեմ, որ կանոն խախտեցի, այդպես չի լինում։ Ու գիտեք, արդեն անիմաստ է թե լսել կամ հետևել թե ինչ է ասում Մարտուն Գրիգորյանը, որովհետև գործողություններն են խոսում մարդու մասին, ոչ թե պարզապես խոսքերը։ Հիմա այսինքն վաղը Վարդան Ղուկասյանը կդառնա Գյումրու քաղաքապետ։ Չեմ կարող ասել, քվեարկությունը ցույց կտա, միգուցե ոմանց ողջամտությունը գերակայի այդ պտուտակ լինելու դերի վրա եւ օրինակ Վարդան Ղուկասյանը չդառնա համայնքապետ, չեմ կարող ասել, բայց այն ինչ որ ասեցի, դա միանշանակ այդպես է, այսինքն պատասխանատվությունը ուղիղ նրա եւ մյուսների ուսերին է եւ փաստացի նրանք ընդհանրապես քանի տոկոս ձայն է ստացել Վարդան Ղուկասյան 20% ձայն ստացող մարդուն դարձնում են Գյումրու քաղաքապետ եւ լվանում իրանց ձեռքերը այդ գործում, այդպես չի լինում, պարզապես չի լինում։ Այսինքն հաշվի առնելով, որ քոչարյանասերժական այդ ուժերը իրենց մեջ ոնց որ հակասություններ ունեն, ինչ է ստիպեց գնալ այդ որոշմանը, որ իրենց ձայնը տան Վարդան Ղուկասյանին։ Գիտեք, երևի ինչքան էլ որ հակասություններ ունենան, այնուամենայնիվ ընդհանուր շահեր ունեն,
երկիրը տանելու էլի դեպի խավար ու մղձավանջ, ինչպես եղել է իրանց ժամանակ եւ Վարդան Ղուկասյանի ժամանակ որպես լոկալ դեպք Գյումրիին եւ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես եւ մեր խնդիրն էլ այն է, որ մեր քաղաքացիներին ցույց տանք, որ ձեզ խափում են հարգելի քաղաքացիներ եւ ավելին ասեմ փորձելու են շարունակել խափել այլ ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ նույն սցենարով եւ մենք պետքա բացենք մեր աչքերը, հա, փակված եւ տեսնենք այն իրական հետքը, որ կա տարբեր գործիչների հետևում, այսինքն դեմքը կարող է լինել այլ Մարտուն Գրիգորյան, հա, բայց պարզա որ Սերժ Սարգսյանն է հետևում կանգնած կամ Վարդան Ղուկասյան, հիմա Ռոբերտ Քոչարյանը կլինի կամ Սերժ Սարգսյանն էլի կլինի, տարբերություն շատ չկա եւ նույնիսկ կարեւորել չի իրենք իրար հետ խոսել են դրա մասին, պայմանավորվել են, թե չեն պայմանավորվել, որովհետեւ այդ ամեն ինչը այնքան հստակ է, այնքան շարունակականություն է երևում այդ գործիչների եւ գործունեության ձևի, որ շատ աներկբա է ամեն ինչ։ Քաղաքացիական պայմանագիրը ինչ դիրքորոշում ունի վաղվա համար կամ ձեր տեխնազույն առաջադրելու եք թե չէ։ Ես չեմ կարող մանրամասների մասին խոսել հիմա, մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք ստացել ենք ամենաշատ քվեները Գյումրիում եւ անկեղծ ասած ուրախ ենք շատ դրա համար եւ հպարտ անցյալ անգամանից մոտ 10,000-ով ավել ձայն ենք ստացել։ Դա խոսում է նրա մասին, որ մեր ժողովրդի ստվար զանգվածը վստահում է մեզ եւ մենք պետք է ամեն ինչ անենք այդ վստահությունը ավելացնելու, մեր ստված քվեներին տեր կանգնելու եւ քաղաքային իշխանությանը, եթե ընտրվեն, հաշվետու պահելու մեր ընտրողների եւ մեր քաղաքացիների առաջ։